Գոհ է Ռուսաստանի պաշտպանության նախարարը Անդրեյ Բելոուսովը Զապադ զորախմբում ստուգումներ է արել։ Այդ զորախմբի շնորհիվ է վերջին 3 ամսում ռուսական վերահսկողության տակ անցել 18 բնակավայր Իզյումի ուղղությամբ։ Ուկրաինայի արևելքում գտնվող Իզյում քաղաքը 2002 թվականից է ռազմավարական կարևորության կետ դարձել Դոնբասի ուղղությամբ առաջխաղացման համար։ Չեն դադարում նաև ուկրաինական բանակի հակահարձակումները, հիմնականում ռուսական առաջխաղացումը կասեցնելու, ռուսական բանակի լոգիստիկ ուղիները փակելու համար։ Մեծ ուժեր են ուկրաինացիները կենտրոնացրել Պոկրովսկի շրջանում։ Ենթակառուցվածքները չհրթիռակոծելու ռուս-ամերիկյան պայմանավորվածությունը ըստ էության չի գործում։ Վերջին 24 ժամվա ընթացքում 5 նոր հարձակման մասին են հայտնում ռուսները Բրյանսկի, Կուրսկի, Զապորոժիեի շրջաններում, Լուգանսկում։ Պատերազմը դադարեցնելու դիվանագիտական փորձերին զուգահեռ Արևմուտքը շարունակում է զինել Կիևին։ Նոր $580 միլիոն ռազմական աջակցության փաթեթ կստանա Ուկրաինան Մեծ Բրիտանիայից ու Նորվեգիայից։ 100 հազարավոր անօդաչուներ է ուզում Զելենսկին։ Բրիտանիան կօգնի նաև մատակարարների հարցում։ Ըստ ուկրաինացիների, բարեգործական նպատակով է Ուկրաինա ժամանել բրիտանական բանակի կապիտան Արքայազն Հարին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե ուկրաինացիներին զինում են խաղաղության համար։ Սա կարևոր է Ուկրաինային հնարավորինս ուժեղ դիրքերում դնելու և Ռուսաստանի բռնապետ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու համար ստիպելու նրան վերջ տալ այս սարսափելի պատերազմին։ Պատերազմը նոր քարտեզով է ավարտվելու, պնդում է Մոսկվան։ Վերադարձ 1991 թվականի սահմաններին չի լինելու։ Ու դա պետք է հասկանա Զելենսկին, հայտարարել է Սերգեյ Լավրովը, շեշտելով, որ ի տարբերություն Եվրոպայի, այդ թվում Բրիտանիայի, Միացյալ Նահանգները դա հասկանում է։ Границам 1991 года невозможно. Վերադարձը 1991 թվականի սահմաններին հնարավոր չէ, թեկուզ այն պատճառով, որ այդ տարածքներում ապրում են մարդիկ, որոնց Զելենսկին մարդ չի համարում։ До начала специальной военной операции. Նա դեռ հատուկ գործողությունից առաջ ու մի քանի անգամ ասել է. եթե նրանք իրենց համարում են ռուսական մշակույթի մաս, թող կորչեն գնան Ռուսաստան։ Վերջին հարցազրույցներից մեկում էլ խոստովանել է, որ ատում է ռուսներին, եւ այդ ատելությունն է իրեն առաջ մղում։ Թրամփի վարչակազմը հասկանում է, որ այդ մարդիկ նորից չեն կարող ապրել Զելենսկիի ղեկավարությամբ։ Թե ինչ են խոսել հինգշաբթի Ստամբուլում 6 ժամ տևած հանդիպմանը ռուսներն ու ամերիկացիները հայտնի չէ։ Անգամ մեկ տողանոց հաղորդագրություն չի տարածվել։ Հայտնի է միայն, որ Ուկրաինայի մասին խոսք անգամ չի եղել։ Իսկ այսօր Մոսկվա է ժամանել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հանդիպել Վլադիմիր Պուտինին։ Ռուս-ուկրաինական հարաբերությունների գարնանային լարվածությունում հնարավոր է ծիծեռնակ դառնա երկրների միջև նամակագրության ալիքը, որի մասին հայտնել է Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսեյ Պոլիշչուկը, հայտնի չէ։ Բայց Կիևն ու Մոսկվան Մինսկում երկու երկրների դեսպանատների միջոցով նոտային գրագրություն են սկսել։ Լարա Արաքելյան, Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։